Հարգելի ժողովուրդ, բարի երեկո, մենք գտնվում ենք Շիրակ գյուղում և բարի մարդկանց ահազանգի հետքերով եկել ենք Մերինե Ղուգասյանի բնակարան, այսպես կարելի է ասել, բնակարան չէ, սա ուղղակի բնակվելու տեղ է, այսպես ասեմ, կացարան է, չէ, ոչ էլ խորդանոց է։ Մերինեի խնդիրը այն է, որ ինքը զրկված է թոշակից, տարական պայմաններ չկար, դուք հիշում եք, ես անցյալ օրը իմ Facebook-յան էջում տեղադրեցի իր մասին տեղեկատվություն և հորդորեցի Ախուրյանի համայնքապետին, համայնքապետարանի աշխատողներին, ինչպես նաև Շիրակ գյուղի գյուղապետին, մի վարչական ղեկավար է կոչվում, գալ տիկնոջը օգնել, որ այս ծայրահեղ ծանր վիճակում ապրող մարդը կարողանա գոնե նվազագույն կարիքները հոգա թոշակի հետ կապված։ Մենք այսօր եկանք, որպեսզի տեսնենք, թե ինչ պայմաններում է ապրում, կրկնում եմ, բարի մարդիկ մեզ ուղղորդեցին, գիտեմ, ինֆորմացված եմ, որ նաև որոշակի օգնություն ցուցաբերվել է սնունդի և վառելիքի տեսքով, բայց հիմա լսենք, թե Մերինեն մեզ ինչ կպատմի։ Խնդրեմ պատմեք, թե ոնց է ստացվել, որ ձեզ զրկել են թոշակից, երբվանից են զրկել և ինչ պատճառաբանությամբ։ Արդեն 3 ամիս եղնի, կամիսի օրը բան 22-ին դեշտամ ես գնացել եմ միակսեն բանը մերժվել է։ Ինչի համար, ինչ պատճառով։ Հմի Երևանից բրիշկուկա իմ թևից կնայի, բացեն յան կնայի։ Մանկուց է հաշմանդամությունը թքու։ Չէ։ Թևի հետ կապված ինչ խնդիր կա։ Համ ջարդած է, համ միջև ստեղ վառած է։ Վառած է։ Դրա համար են ձեզ թոշակ նշանակում, հա, հաշմանդամ։ Ես բադանամ գա խոսքի էպիլեպսիան ինձ գյուղից տեղեկացրեցին, տարածում է էպիլեպսիկ հիվանդություն։ Հա, այդ բանով ես ընկել եմ պեսկի վրա, տատիս տուն է էլի Լեննագա։ Հա, այդ փոքր ժամանակ։ Չէ։ Եսոնկա հիվնամ, ընձի չի կարելի խոսքիմ ճշումս կագնի, ընձի բրիշկներն էլ ես,ոնքու ճշումս կագնի։ Հիմի ձեզ բրիշկական, այսպես ասած, հաշմանդամության թոշակից են զրկել, այո։ Համ զրկել են, հմի դիակ պրոստը չեն հավադա։ Ինչ են հավադա։ Խոսքի ես կվադանամ կամ բան էլի։ Մարդը մտավոր հետամնաց է, անուն։ Այսինքն չկան փաստաթղթեր բժշկական, որ ձեզի չհավադան թղթերին նայեն։ Յանք հմի թղթի բանով կնայի։ Իմ մամաս մեռած է, արդեն 3 տարի եղավ։ Մեռած է, հմի յանք չեն հավադա, յանք սեն Երևանեշտաս պիտի քուբ փողովըտ պարգիս։ Յանք հմի կուզենան պարգսանեն, դերն է պիտի թոշակովըտ դիարնես, յանք։ Ով է ձեզ նման պատասխան տվել, կոնկրետ, որտեղ։ Անձի ջաջուրը կսեն։ Ջաջուրի ով է, սոցցաղայությունը, թե գյուղապետը։ Բրիշկը։ Ով է այդ բժիշկը։ Ամբուլատորիայում է, հա, երևի։ Ով է այդ բժիշկը, անունը գիտեք։ Ես համար պրոստես անունազգանուն։ Չէ, անունազգանունը գիտեմ։ Չգիտեք։ Ձեզի պարտադրել է, որ գնաք պարգեք, հա, որ նոր կարգային թոշակառու դառնաք, հա, ձեզի տա այդ թոշակը։ Յանք հիմնական քծեն տեսնին համե տեղերը խոսքի ծարի տան։ Իսկ ինչքան է ձեր թոշակի չափը։ Իմ թոշակի չափը 36,000։ Ընդամենը 36,000-ով, հա, 1000-ի պատճառով, սպես ասած, ձեզի ուղարկում են տարբեր տեղեր, այնինչ ակնհայտ է փաստաթղթերով, հարգելի ժողովուրդ, մենք տեսնում ենք խուլիգանություն, հա, իրականում սա խուլիգանություն է, մարդը ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, այս լույսը ձեզ որտեղից, ով է, ոնց է կարողացել ձեռք բերել, իմացել եմ լույս չեք ունեցել։ Այս լույսը նախական է բաների 5 կմուտել։ Այս Շիրակ գյուղի։ Այս մի լամպեչկե համար 300 դրամ, հա։ Դուք պլիտա չեք կարող, հա, միացնեք։ Ես խոսքի գազ ունիմ, խոսքի պլիտա ես չեմ միացնել։ Իսկ գազի դիմաց ով է վճարում։ Հանն է, փոքր գազերն։ Դուք եք վճարում։ Հա, Բալոնով գազերից է, հա։ Թոշակի ժամանակ քեզի նպաստ տվել են ու տվել ես նպաստ։ Յանքը նպաստ չեն տվել, խոսքի ինքան հանգարց յանք չեն տա, յանքը նոր համար չեն տա, խոսքի տարում է անգամ։
Այսինքն դուք զրկված եք եւ կարկային թոշակից եւ նպաստից։ Հա։ Հա։ Բա ո՞նց եք ապրում։ Ես խոսքի Ով կօգնեց Ես ձեզ։ մարդ ես, խոսքի ես մեկից չեմ ես տա ուզել, էլի։ Հա։ Անգարտոն ես տաս ուզել, յանք է դոկայնին ես ուդեմ։ Ես դու համար ես մեկից։ Ձեր գյուղի գյուղապետի անունն ազգանուն ինչ եք ասեք։ Գիտեք։ Համոն է անունը։ Պարոն Համո, դու գիշերը ո՞նց ես քնում։ Այս ծայրահեղ ծանր վիճակում ապրող մարդու պարագայում Վախենալու խոսքի ես չեմ վախենա։ վախի խնդիրը չէ ստեղ։ Ստեղ խղճի խնդիրն է, որ դուք այս վիճակում ապրում եք եւ ձեզի պիտի օգնի ձեր գյուղ։ Գնա ինձ կուզես արբյան։ Այդպես ձեզի պատասխան տվել են հեչ։ Հա, բա դու ինձ կուզես արբի կամ ինչ կուզես էրա։ Յանցիշ կորտում։ Հեճեղել օրերով հաց չեք կերել, սնունդ չեք ունեցել։ Խոսքի եկան եղը մենք սոբազ ենք կեցե, առած լուս ենք կեցե, մեզի։ Ինչքան ժամանակ օրես լույս ունեք, ընդամենը այս լամպիչկեն։ Ես արդեն 3 տարի ինքն է բաների։ Բայց մի լամպիչկա է, ուրոն պարոն Համո։ Հարապն է կա, ես եմ ես տոկերը առել։ Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյան, դու մասնայնությամբ բժիշկ ես, իպեր, բայց տարել ես համայնքապետ, բժիշկ մարդ ես, ես մարդը, ես տարիքին, ես վիճակում, ոնց ես տեղ ապրում, դու մտածում ես, դու քեզ հաշիվ տալիս ես, Յանքը չես ուզեք, կնամ մարդ բերել, քեզ է տարբի։ ոնց թե մարդ բերեմ քեզ է դաբրվոր։ Հա, յանքոն կամիոն է ստած կամիցի, յանք էդի կահարցնում։ Այսինքն խնամակալ, հա, իպեր։ Խնամակալության կարիք չկա, այս մարդը ձեռու ոդ ունի, այս մարդը նվազագույն պայմանները չունի։ Հաց, ջուր, թոշակ 36,000, դուք ում եք ծաղրում, ամեն մեկիդ վիզը տարել է կես մետր, դուք չեք կարող մարդկանց նայեք, հա, դուք ստեղ կոմունալ չունեք, չէ, այսինքն զուգարան բան չունեք։ Չէ, ես խոսքի բանկեն եմ, ես դուրս աղանում թապում բետ։ Սա նորմալ է, Հա։ պարոն Զավեն, հա, այս ամեն ինչը ձեզ համար ընդունելի է, Շիրագի գյուղապետ ընդունելի է այս ամեն ինչը ձեզ համար, դուք ստեղ քանի վայրկյան կմնայիք, ուրեմն հարգելի ժողովուրդ, մի վայրկյան, հարգելի ժողովուրդ, մենք տեսնում ենք վիճակը, սա Շիրակ գյուղն է, Մելինե Ղուգասյան, ճիշտ է, ուրեմն տեսեք, թե մարդը ինչ պայմաններում է ապրում, ես արդեն պատկերացնում եմ, թե ստեղ ծմերը ոնց է այս կինը ապրել, իհարկե մարդը մինիմալ իր կարողությունների սահմաններում մաքրությունը պահում է, բայց հələ վիճակին նայեք, ուրեմն Զավեն ես, ինչ ես, չգիտեմ քանի հատ տեղակալ ունես, ինչքան փող ես լապում Ախուրյանի համայնքապետանից, այս կնոջ հարցը լուծեք, այս կնոջ թոշակի հարցը լուծեք, այս կնոջ այս տնագային վիճակի հարցը լուծեք, հələ տեսեք մարդը քարերի վրա է դրել, քարերի վրա է դրված, անգողինը, նորմալ է սա, լավ է սպես, պարոն Զավեն, քպշնիկ Զավեն, հա, ուրեմն ձեր ժամանակ եմ տալիս, էլի եմ կալու, մեկ շաբաթից այս կնոջ մոտ, թոշակի հարցը լուծած լինեք, տան նվազագույն պայմանները լուծած լինեք, ինչ է նշանակում մարդը չունի կանալիզացիա, դες դժվար է փորել տալը, ձեր բնակիչն է, մեկ շաբաթ ժամանակ, մեկ շաբաթից գալիս եմ այստեղ, կնոջ թոշակի հարցը լուծած լինեք, ջաջուրիտի գինես, ինչ ես, բժշկականին, ինչպես նաև նպաստի հարցը, բժշկական ամբուլատորիա աշխատող, մարդը էպիլեպսիայով տառապող, միայնակ ապրող, հաց ու ջուր ինքը կարող է անի, բայց հնար չունի, որովհետև գումար չունի, տերեղնող չունի, բայց դուք որ օրվա համար եք համայնքապետարան, համայնքի շահերը պաշտպանող, որ օրվա համար եք, մարդը նայեք ոնց է լատկա է արել իր պատալոգը, սա նորմալ է,
Մի խոսքով էլ չեմ կրկնում, մեկ շաբաթից նորից լինելու եմ տիկնոջ մոտ, եթե ձեզ հանգարցում է ինչ-որ մեկը կգա, ինչ-որ բան կահաբեգի, ինչի ես դիմել և այլն, ես իմ համարը կթողնեմ, կդակ իրանց, հավ, պայմանավորվեցինք, շնորհակալություն։ Հարգելի ժողովուրդ, ուրեմն մենք դուրս եկանք Շիրակ գյուղի այս տուն ասեմ, կացարան ասեմ, խորհրդանոց ասեմ այդտեղից, բայց ինչպես ինձ հասավ այս լուրը Մելինեի հետ կապված, որ անճար վիճակում է, օգնեց, ազդարարեց, այսպես ասած, այս մասին լուրը տարածեց տիկին Շողիկը, հիմա ես խնդրեմ, որ ինքը ներկայացնի, թե ինչպես է հայտնաբերել այս տիկնոջը։ Ես Լիլիթ ջան հարցումներ եմ անցկացնում գյուղերում, Գյումրիում, բազմաթիվ նման ընտանիքների կփախվենք, ուղղակի այս աղջիկը շատ էսպես ազդված է իր այդ վիճակից, մեր հարցումների վերջում կհարցնենք եկամուտի չափ, ասեց ես ոչ մի եկամուտ չունեմ, ոչ թոշակ, ոչ նպաստ, կտրել են 3 ամիս էլ եւ ես իրեն չգիտեմ, այսպես նկատողություն, թե ինչով դու կապրես հաց, ես սոված եմ քանի օր էլ, խանութ անգամ հաց չի տա, թե 60,000 պարտք ունես, հացի գումար ես եմ տվել, անգամ խնդրեցի խանութ կար ուտելիք վերցնել, բայց այնքան հպարտություն ուներ, որ չընդունեց իմ աջակցությունս, ես դիմել եմ ձեզ Վահան Թումասյանին, Թումասյանն էլ օգնել է սնունդով, վառելափայտով, ձեզանից էլ ուղղակի մի խնդրանք, որ կարողանանք վերականգնել թոշակը եւ նպաստը։ Ուղղակի Հարգելի ժողովուրդ, տեսեք, կան բարի մարդիկ, ովքեր որ անտարբեր չեն, իսկ մեր տունը միշտ քանդել է անտարբերությունը, տիկին Շողիկը գդել է փաստորեն, սիդը չի տարել, այսպես ասեմ։ Իրոքից շատ ցավալի մարդկային այս անխղճությունը, թե գյուղի ժողովուրդը, թե չգիտեմ, գյուղապետը կամ չգիտեմ, ովքեր կտրել են այս աղջկա այդ հաշմանդամության թոշակը, ես չեմ պատկերացնել, ինչ մարդկային խիղճ պետք է։ Ուղղակի մեկ չի տեղավորվել։ Ուրեմն տիկին Շողիկի հետ կապի մեջ կլինեմ ես եւ շնորհակալ ենք իրեն, իր մարդ լինելու համար, որ անտարբեր չի մնացել խնդրին, չալուրջ կլնենք եւ հետեւողական, ես մեկ շաբաթից ներսում ասացի, որ կա անդրադառնամ մեզ խնդրին, ես կխնդրեմ, որ տիկին Շողիկ դուք կապը պահեք եւ տեղեկացնեք գյուղապետ ես, մի լամպեչկա ես տալիս, մի պլիտա չես կարող տնել այստեղ, ամոթ չէ։ Ընտրություններից ընտրություն են մարդկանց, սա եթե խոցելի խմբերին հիշում։ Չէ, դու ամոթ չէ։ Էդ ինչ ատարեք վաճառել ես կնոջ, ես էլ նոր եմ իմանում։ Վաճառել, հա։ Վաճառել, հա։ Դրամով ինչ որ ատար եմ գնել 30,000 դրամով ամսական։ Դուք չեք ամաչում։ Դուք քպշնիկ եք իսկական, դուք թուրք եք, հայ ես վիճակում, դուք ստեղ լռում եք այս ամեն ինչի հետ կապված, անտարբեր հանգիստ խղճով գիշերը քնում եք, հա։ Լավ, տիկին Շողիկ, շնորհակալություն ձեզ, անպայման կլինենք հետևողական։ Ապրեք շատ, Դուք էլ շնորհակալություն։